Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ով, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարի ձեզ, պարոն Պողոսյան։ Շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Պողոսյան, տարեվերջի հաղորդումն է, անդրադառնանք վերջի իրադարձություններին եւ վերջում դուք կասեք ձեր ամփոփիչ խոսքը ընդհանրապես տարին ինչպիսին էր եւ 26 թվականին ինչ ակնկալիքներ կան։ Նիկոլ Փաշինյանը իր սոցիալական էջում, սոցցանցի էջում նոր գրառում է արել, ժամանակ չունեմ, հետևաբար պետք է գործեմ անշտապ։ Կարծես թե իրար հակասող, եթե ժամանակ չունի, ինչու անշտապ, եւ որ գործընթացների մասին է խոսքը ձեր կարծիքով եւ ինչու պետք է անշտապ լինի այդ ամեն ինչը, սա արդյոք նոր ազդակ է սպասվող քաղաքական որոշումների հետաձգման մասին եւ ինչի մասին է ընդհանրապես։ Սա կարդալով դուք ինչ կհասկանայիք։ Ասում է էլի մարդն ամեն օր մի բան ասում է։ Բայց ասում է սա շարքային քաղաքացու գրառման մասին չէ խոսքը, սա երկրի վարչապետի մասին է եւ գիտենք, որ իր սոցիալական էջերում Նիկոլ Փաշինյանը հենց այնպես գրառումներ չի անում։ 18 թվականից հետո որ դրանք եկել են իշխանությունը վերցրել են, այսինքն իրանց որ տվել են այդ իշխանությունը։ Եթե մենք սենց նայենք, գնանք մի քիչ 7 տարի հետ, մենք գնայինք, որ եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ իրան Facebook-յան էջում կամ YouTube-յան կանալում ինչ-որ մի բաներ է ասում, նո կարա 100,000 հոգի մարդ նայում։ Հիմա 2-3,000 մարդ չի անցնում։ Այդ կանակ 1,000,000%։ Հետևում ենք։ Այդ նշանակում է, որ արդեն նայեք, ամենամեծ սխալ Նիկոլ Փաշինյանն այս բանը, որ 1000 անգամ ասել եմ, քիչ խոսա։ Երկրի ղեկավարը, այսինքն ոչ թե երկրի ղեկավարը, վարչապետը մենք պիտի հասկանանք, չէ՞, ինքը երկրի ղեկավարը չի, ինքը նշանակած մարդ է, իրան հայ ազգը չի ընտրել որպես երկրի ղեկավարը, իրան պարլամենտն է նշանակել, չէ՞։ Մենք էլ սահմանադրությունը օրենքի համաձայն պարլամենտական երկիր ենք։ Այսինքն եթե սենց վերցնենք Ալեն Սիմոնյանի ստատուսը ավելի բարձր է քան վարչապետի։ Եթե սենց վերցնենք։ Իրան նշանակում են խոսքերնակ որ ֆիրմայում նշանակում են, որ տոնորենը դու ես։ Նույն տոնորենն է, բայց երկրի ղեկավարը չի։ Ինքը դաժե գլխավոր հրամանատարը չի։ Գիտեք չէ, որ գլխավոր հրամանատարը պաշտպանության նախարարն է, պաշտպանության օրենքի մասին համաձայն պաշտպանության նախարարն է գլխավոր հրամանատարը։ Մարդիկ ասում են գերագույն բառել չկա, նախև առաջ։ Դե ամենամեծ սխալ բանը Նիկոլ Փաշինյանը, որ ամեն օր խոսում է։ Բայց սա ինչի մասն է, հիմա ինչի մասն է խոսում, ժամանակ չունի։ Իրան ինքը այդ ինքնավստահությունը կորցնում է, իրան այդ էներգիան է պետք։ Ինքը որ խոսում է այդ էներգիան է ստանում, որ լսեն անդադ լինի բանի մեջ, կենտրոնի մեջ լինեն, անպայման ուշադրության կենտրոնի մեջ լինեն, որ իրան լսեն, ինքը հասկանում է, բայց ինքը որ մտնում է նայում, խոսքինակ 3000 լայք, 2000-3000 հոգի մարդ է նայում, խոսքինակ հիմա ես որ խոսում եմ, ինձ ավելի շատ են նայում կամ իրան, տարբեր մարդիկ էլ որ խոսում են։ Նկատունեք ոչ մի քաղաքական որոշման մասին այստեղ ակնարկ չկա։ Նույնը ինչ որ կատարվում է եկեղեցու հետ։ Չնայած այս վերջ անգամ որ հավաք սա գնացել են Էջմիածին, ես էլ եմ գնացել։ Եվ դուք որ կողմից եք։ Եկեղեցու կողմից եմ ես, ոչ թե սատաների կողմից եմ։ Ես Գարեգին երկրորդ ոչ թե Գարեգին երկրորդի կողմն եմ։ Այ հայ առաքելական եկեղեցու։ Ինստիտուտի կողմն եմ ես։ Այդ ինստիտուտն է, ամենաբարձր ռեյտինգի ինստիտուտն է։ Մենք երկու բարձրագույն ռեյտինգի ինստիտուտ ունենք։ Առաջի համար մեկը բանակը, երկրորդ եկեղեցուն է։ Գիտեք, այդ չի նշանակում Սուրեն Պապիկյանի ռեյտինգը բարձր է, չէ, բանակի ռեյտինգը բարձր է, միշտ հայ ազգի համար բանակը ուրիշ դեր է խաղում։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը որ չի խոսում, թեկուզ պարլամենտում ելույթներ ունենում ամբիոնից որ խոսում է, կամ իրան Facebook-յան էջում ինքը էներգիա ստանում։ Բայց մեկ որ լսում ես ինչու մասին է խոսում, ամենակարևորը ինչու մասին է խոսում, դեռ խոր բաներ չկա, ոչ դատարկ բաների մասին է խոսում։ Ինքը այդ եկեղեցու այդ օպերացիան, որ ես ասում եմ, այդ օպերացիան իրան եկեղեցու չի հետաքրում ընդհանրապես։
ուղղակի ինքի ուրիշ ճանապարհով է տանում, ուրիշ գործերից։ Այսինքն շեղում է ճանապարհից այս ուշադրության կենտրոնի տակ է դնում, որ մարդիկ մտածում, բա եկեղեցու ոչ ասում է, բա իրեն եկեղեցու չի հետաքրում։ Սա ասում են եկեղեցու գնում են իջմիածին մտածում են, ասում են, բա այդ ինչ են անում, բա այս մոմենտում որ միջև մենք զբաղվում ենք սա եկեղեցու հետ, ինքը ուրիշ գործերով է զբաղվում։ Այսինքն այս գրառումն էլ հետա շեղում է, իսկ ինչից է շեղում, դուք ինչ մտավախություն ունեք, որն է շեղման Այն գործերը, որ դրանք առաջ են տանում, կապված Ադրբեջան-Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ, որտեղ դրանք համատեղ աշխատում են, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիան, դա համատեղ ծրագիրն է, վերջ անգամ, որ մի քանի օր առաջ գնացել է Մոսկվա կամ Սանկտ Պետերբուրգ Պուտինի հետ հանդիպել, Պուտինն ասում է, ողջունում եմ, որ այդ ճանապարհները բացում եք, բան, պարզ երևում է բենեֆիցիարը ով է։ Ում համար է պետք է այս ճանապարհը։ Ես ասում եմ, այս ճանապարհները Հայաստանի համար պետք չէ, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, ընդհանրապես պետք չէ, դեռ մենք ոչ մի օգուտ չենք ստանում։ Բայց նայեք, բայց ռուսների համար այդ շատ կարևոր ճանապարհն է, որովհետև նայեք, Թուրքիան ոչ մի սանկցիայի չի միացել։ Չի պահպանում սանկցիաներին։ Այսինքն ես ասում վստահաբար եմ ասում եմ այն ինչ որ ես գիտեմ։ Տարբեր ռազմական բաներ են ստանում Ռուսաստան Թուրքիայից, Ուկրաինայի դեմ։ Թուրքիան հիմա ինչ անում։ Ռուսներին էլ է ուղարկում, ուկրաինացիներին էլ։ Թուրքիան ինչ անում։ Դա թուրքական դիվանագիտությունն է։ Էդ ինչ sense։ Երկու ձեռքով մի անգամ։ Ավելի խոր բաներ կա։ Ինչքան դրանք երկար գտնվեն պատերազմի մեջ, համ Ռուսաստան, համ Ուկրաինա։ Այսքան էլ ձեռնատու է Թուրքիային։ Ինչու։ Որովհետև երկու քրիստոնեան ազգ են, չէ՞։ Երկու սլավանական ազգ են։ Երկու ազգը գտնվում են Սև ծովում։ Ու մենք գիտենք ուշքի միտքը Էրդողանին ու Թուրքիային Կրիմնա։ Իրանց պետք այսինքն Թուրքիային պետք է համ Ռուսաստանը թուլանա, համ Ուկրաինան։ Ու ինքը հանգիստ Իրան սենց ասեմ, սև գործ սև ծովում անի իրան գործերը։ Այդ Թուրքիան սենց քաղաքականություն է տանում։ Թուրքիան ոչ մի սանկցիա հետ չի միացել։ Այսինքն Ռուսաստանը ինչ ուզում է ուղարկում է Թուրքիային, Թուրքիան էլ ուղարկում է ինչ որ պետք է Ռուսաստանին։ Այդ հիշում եք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ Լենդ-լիզը, որ ամերիկացիք ուղարկել են այդ սովետական միության համար ապրանքներ այս տարածքով անցել։ Ռուսները դա շատ լավ գիտեն։ Ու ռուսների համար այս տարածքը պետք է ամբողջ այս սանկցիան անցնում են։ Դրա համար այս ճանապարհը նախատեսված է եղել միջև Ուկրաինայի պատերազմը։ Հատուկ այդ օպերացիան ստեղծել են ստեղ։ Այսինքն թրիփի ճանապարհի մասն է խոսքը։ Թրիփի Ես չգիտեմ թրիփի ճանապարհը ինչ է, դա բժշկական ինչ որ անուն են դրել մի հատ։ Դե Թրամփի անունն է կրում։ Հա դե շատ Այս ճանապարհի մասն է խոսքը, որ միջև պատերազմը վիրոլոգներին բանն է դա։ Վիներալոգիայի անուն են դրել, չգիտեմ, դա sense Այդ ճանապարհի մասին է խոսքը, որ միջև ուկրաինական պատերազմը արդեն նախագծված է եղել այդ 15-16 թիվ, այո։ Դրանք հաշվարկվել են, որ մտնեն պատերազմի մեջ, ամբողջ ճանապարհները փակելու են։ Դրա համար ես ասում եմ, հաշվարկով է արել Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան։ Նախ եւ առաջ։ Ասում եք ծրագիրի նախատեսված է։ Սկզբից ռուսներ։ Հետո դրանք պայմաններ են ստեղծել, ձգել են Թուրքիային բանակցների մեջ, հիշում եք, հատուկ պրովոկացիա են արել, որ թուրքերը ստիպված են եղել այդ ինքնատերի ոչնչացնեն, ռուսական Սիրիայում, հիշում եք, որ սահման անցավ, այդ Սու-24 հոտաչույն են սպանել են, ռուսները այդ էսկալացիայի պլանքեն բարձրացրել են, հիշում եք, այս ճանապարհ, ասենք, տուրիստներ չեն գնացել, Ռուսաստան ասում է այլևս Թուրքիայից ապրանքը չենք ստանում, թուրքերը սկսել են դժվել բան, հետո մտել են Սիրիա, որ Սիրիա մտել են, պայմաններ են ստեղծել, որ Թուրքիան ստիպված լինի իրանց հետ բանակցերի մեջ նստի, բանակցների սեղանի շուրջ նստի։ Ինչ են արել ռուսներ։ Ձգել են թուրքերի այդ բանակցների մեջ,
հետո պայմանավոր են, արի Սիրիայում պայմանավորվենք, ես ու դու համատեղ աշխատենք, հետո ռուսները մտել են Լիվիան, Խաֆտարի կողմից, գեներալ Խաֆտարի մոտ, ընդեղ էլ պայմանավորել են Թուրքիայի հետ համատեղ աշխատենք, հետո մտել են կենտրոնական Աֆրիկան, որտեղ թուրքերը եղել են համատեղ ԻԳԼ-ի հետ, հետո այդ որ սամոլյոտ են ոչացրել այս բան, ռուսները սկսել են այդ պլանկեն բարձրացրել են, էսկալացիայի պլանկեն բարձրացրել են, հետո ռուսները ասում են, ուրեմն լսեք, հաստատ Էրդողանի հետ պարզ են եղել դրանք, ազնիվ խոսացել են, ուրեմն ասել են, որ այս ճանապարհից պետք է ամեն մեկի իրան շահեր ունի, Թուրքիան Տուրանա ստեղծում, իսկ ռուսների համար պետք է որ միջև վերջ իրանց տնտեսությունը չի ոչացնեն, այս ճանապարհն է պետք է եղել։ Ու դուք հասկանում եք, չէ՞, պատերազմը մի օրվա մեջ չեն պլանավորում։ Դա երկար աշխատանք է։ Տարիներ է պահանջում, որ պատրաստես։ Պատրաստել են, պայմանավորվել են, նայեք, 13 թվից այդ Ուկրաինայի պլանը սկսեց Ռուսաստանում գլխավոր շտաբում եւ նախագահ շրջանակում ավանդական խորհրդում 2012 թվից սկսել են պլանավորվել։ Անցել են երկու մաս են բաժանել։ Առաջին մասը 2014 թիվ, երկրորդ մասը 2022 թիվ։ Սկսել են հաշվարկվել, պլանավորվել այդ ամեն ինչ։ Բայց քանի որ ռուսում նման ռուս, միջև վերջ չեն կարող ոչ մի բան պլանավորել։ Ինչ որ էլ չեն պլանավորում, չի ստացվում ոչ մի բան։ Ուրեմն որ պլանավորը ասում են, նայեք, 2011 թվից, 12 թվից արդեն ռուսները սկսել են այդ ռազմական բալանսն ջարդել Հայաստան եւ Ադրբեջանը։ Սկսել են ինադու, չէ, հատուկ սկսել են բալանսը ոչնչացնել։ Տարվա մեջ, նայեք, 60% զենք եւ զինամթերք Ադրբեջանը ինչ որ արեց, դա եղել է Ռուսաստան։ Հետո մնացած 42 պետություն։ Ադրբեջանը համագործակցել է 40 մինչև այսօր 42 պետության հետ համագործակցում է։ Ուրեմն նայեք, սկսել են այդ ռազմական բալանսը ջարդել։ Հաստրել են այս բալանսի վիճակի, որ արդեն խոսքի օրինակ համ տեխնիկայի միջոցներով, համ խոպի միջոցներ, այսինքն սաղ թույլ է եղել մեր մոտ, համարյա բան չենք ունեցել, ինչ որ պայեսներ կիսատ պրատ դադարք։ Այսինքն ռուսները սաղ պլանավորվել են, որ 20 թվին պատերազմ սկսվի, փորձել են ստիպեն Հայաստանին այս ճանապարհը ուժով բացեն սկզբից, պլանի մեջ չի եղել, որ նստեն, բանակցեն ու Հայաստանը թույլտվություն տա, որ այս ճանապարհները բացում են, չէ։ Պլանի մեջ նշած է եղել, որ ուժով Ադրբեջան մտնում է հարավային Հայաստան, այսինքն Սյունիք, ուժով մտնում են, հետո Ռուսաստան որպես փրկիչ մտնում է Հայաստան, Ադրբեջանը գնում է հետ, ռուսներ մնում են ոնց որ հետո նշել են 9-7 կետում։ Բայց որ դրանք պատերազմի ժամանակ, եթե մեր ժողովուրդը, չգիտի, ես ասում եմ, փորձել են մտնել Միջևան, դա Մեղրի մեծ կալոննայով, տանկերով, բաներով, զրահատեխնիկայով, մերոնք կաղնացրել են, ոչնչացրել են ու կաղնացրել են, դրանք չեն կարողացել մտնել Մեղրի։ Ու Սյունիք էլ չեն կարողացել մտնել, չի ստացվել։ Դրա համար ռուսները ստիպված են եղել այդ 9-7 կետը նշեն։ Այդ հայտարարության մեջ, գիտեք, չէ՞, այդ հայտարարությունները ամսի 10 նոյեմբերին 20-ին չի ստացվել։ Քանի որ ուժով չի ստացվել, այ գնացել են ուրիշ ճանապարհով, սկսել են վերցնել կամաց վերցնում են Սև լիճ, հետո Վարդենից են մտնում, հետո Թաուշ, Մաուշ, ու սենց ջերմուկ, սենց սկսել են ճնշել։ Ու մենք 22 թվին հիշում ենք, չէ, որ դրանք հարձակվել են, մենք ասում ենք դուք ուր եք, ռուսները ասում են մենք չգիտենք ձեր սահմանները որտեղ է։
Այսինքն սա պլանավորված է եղել։ Հիմա հարցս, իսկ որտեղ մնում Միացյալ Նահանգները։ Եթե ասում եք սա Էսպային դա այն ժամանակ։ Այն ժամանակ Թրամփը ռուսներին տվել է թույլտվություն։ Ծրագիրը գծելու թույլտվությունը։ Թրամփը նայեք, հիմա էլա չէ Ուկրաինայի դեմ աշխատում։ Իօգ ռուսներին։ Այսինքն Թրամփի համաձայնությամբ է այդ ծրագիրը գծվել։ Այսինքն ոչ թե եթե դաժե համաձայնության չէ, եթե չի խանգարել, սենց ասեմ։ Դե Ամերիկա ինչ որ հայտարարություններ արել պահանջում էր որ կամասեք, բայց դա բան չի։ Բայց հաստատ Թրամփը թույլտվություն եղել է դրա մեջ։ Բացի Թրամփից Չինաստանն էլ են պայմանավորվել, որովհետև Չինաստանին այս ճանապարհը իրան այդ բանը այս ճանապարհը նշածա չէ, շոլկովի ճանապարհի որ ասում են։ Մետաքսի ճանապարհը, հա։ Ուրեմն այդ էլ խաղի մեջ է։ Պարսիկները հիմա փոշմանում են։ Ես հարցս դրա մասին է, որ չեպատերից ժամանակ է։ 20 թվականին ես պարսիկների հետ խոսած եմ պատերազմի ժամանակ։ Ասում եմ, լսեք, դուք ինչ եք անում, դուք հասկանում եք ձեր հետ ինչ են անելու հետո։ Եթե մենք այս տարածքը կորցնելու ենք, այս սահմանը փակել են, դուք հասկանում եք ինչ անելու։ Չգիտեմ իրանց գլխների մեջ ինչ է կատարել, բայց ռիսկ չեն արել մեր կողքը կանել։ Հիմա, որ ես պարսիկների հետ խոսում եմ բարձր մակարդակով, հիմա ասում են մենք էշ ենք եղել։ Իրոք սենց են ասում մենք ապուշ ենք եղել։ Զղջում են որ։ Ասում են մենք ոչ չենք խառնվել։ Բայց արդեն ուշ է։ Հիմա ուշ է։ Այսինքն, հիմա մենք ինչ ենք տենում։ Քանի որ Հայաստանը հարոտվանից միջև իրիկունը գորում է, որ ճանապարհների բացում ենք, ոչ մեկը չի կարող ապացուցել, որ դա Հայաստանը որպես մասնակից չի մասնակցել այս ծրագրի մեջ։ Եթե դու այսքան պաշտպանող ես, միջև էլ պաշտպանել է։ Խոսքինակ մի ասում ես, չէ՞։ Դրա համար ես ասում եմ, որ մենք մի բան պիտի հասկանանք։ Այդ չի նշանակում, որ Հայաստանը էսպային ուժ չունի կողմնացնել այս պրոյեկտը։ Մենք համ ուժ ունենք, համ էլ խելք ունենք, ինտելեկտ ունենք, որ այս կարան կողմնացնենք այդ process-ը։ Նկատի ունեք, որ process-ը ճանապարհների բացմանի օգուտ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի։ Այո, Ամերիկայից դե ոչ մի շահ չունի։ Ամերիկան ուղղակի վերահսկողության տակ ապահովում է իսպանամի, իր համար կոնտրոլ է պետք, հետո կնայեք, այդ Թրամփ տրիպի ճանապարհը որ կա, որպես նախ եւ առաջ Հայաստանի տարածքի մեջ ինչ կարող է տրիպ լինի Թրամփի անունով, կարող է Նեժդեյա ինչա, Նեժդեյա անունն ենք դերել, Թրամփը ինչ կներեք տանձնա, հələ որ մենք պիտի Թրամփի անունն ինչ ճանապարհները նշենք ստեղ։ Մեր սուվերեն տարածքն է, մեր հողն է, մեր պատմական հողերն է, իսկ Թրամփի ինչ բանն է, որ հələ մենք Թրամփի անունն ենք դնում ստեղ։ Դա հիշություն է մաքուր։ Պարոն Պողոսյան, տեսեք դուք Պարսկաստանի մասին ասեցիք, հիմա զղջացել են, որ ժամանակին 44-օրյա պատերազմի ժամանակ իրենց դիրքորոշումը չեն ունեցել, բայց հիմա էլ կարծես թե անհանգիստ են, մտահոգ են եւ ասում են, որ Միացյալ Նահանգների այս տարածքում լինելը ճիշտ է, թրիփի ծրագիրը տնտեսական ծրագիր է, բայց մտավախություն ունեն, որ հետագայում դա կլինի ռազմական եւ անվտանգային բաղադրիչ։ Եվս մի անգամ ասում եմ, 42 կիլոմետր 44 չի կարող լինի տնտեսական պրոյեկտ։ Դա քաղաքական պրոյեկտ է։ Երբեք ոչ մի աշխարհը, ոչ մի պետությունը 42-44 կիլոմետր իրա տնտեսությունը չի ստեղծվում, փող չի աշխատում, դեռ գումար չկա այս բանի մեջ։ Ինչքան էլ ապրանք չգա, չգնա։ Այն մի քանի օր առաջ որ Թուրքիայից փորձել են նարկոտիկներ մտցնել Հայաստան 161 կիլոգրամ են բռնել, ինչու կիլո են բռնել։ Այդ այլ ճանապարհների փագա։ Հիմա պատկերացրեք Թուրքիայից սահմանը բացում ենք ինչ ալնելու, ինչա սկսելու։ Կամ Ադրբեջանը ասում է որ իրավունք չունեք ստուգել իմ գնացքը, չէ՞։ Բայց sense գնացքը գնում է խոսքի ունակ մի հատ վագոնից վերցնել են մի տոննան այդ նարկոտիկը շպրտել են կամ ինչ որ մի հատ դղեն գցելու։ Հիմա եթե ամփոփենք այս ճանապարհների հարցը, որտեղ մեր ժամանակի չեն կարող տեղավորվել հարցերը բավականին շատ են։ Այս թրիփի ծրագիրը, Թրամփի անունով, ինչպես դուք եք ասում, ամեն դեպքում Թրամփի անունն է կրում Հայաստանի տարածքում այդ ճանապարհը։ Հայաստանը չի գրում։ Նիկոլ Փաշինյան, այդ տարբեր բաներ է, խնդրում եմ չի խառնեք։ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստան տարբեր բաներ են։ Ինչ որ անում է Նիկոլ Փաշինյան, չի նշանակում անում է Հայաստանը։ Հայաստանը ես եմ, դուք եք,
մեր ժողովուրդն այդի Հայաստանն է։ Նիկոլ Փաշինյան իշխանությունն է։ Ինքը իրան անունից անում, իշխանության անունից անում, բայց ինքը իրավունք չունի ասի, որ Հայաստանը ես եմ, դուք եք, մեր երեխեք են, մեր բարեկամներ, հենգերներ։ Եվ ինչի համար է անում այս ամենը։ Իրանց համար ստեղ մենք շահեր չունենք ստեղ ոչ մի բան։ Ոչ մի շահ Հայաստանը չունի ստեղ։ Մենք պատկերացրեք, Հարուստանում համ Ադրբեջան, համ Թուրքիան, համ Միջին համ Ռուսաստան, բացի Հայաստանից։ Մենք ստեղ ոչ մի շահ չունենք։ Բայց ահագին վնասներ եք բերում, ոչ թե մեր համար, հայ Եվրոպայի համար, նույն Հնդկաստանի համար, Պարսկաստանի համար, նույնը, ռուսներին համար էլ, քանի որ Ռուսաստանում ռուս չի, չգիտեմ ինչ մասսայա նստած Կրեմլում, բայց իսկական ռուսներ, որ գան իշխանությունը վերցնեն Ռուսաստանում, այս իմա որ մարդիկ գտնվում են Կրեմլում, այդ 22 съезդը հիշում եք, չէ, Խրուշչովի ժամանակ որ այդ կուլտ լիչնիստի Ստալինին սկսել են, չէ, Խրուշչովը գնալ Ստալինի դեմ, ավելի վատ ալնել Ռուսաստանում։ Իսկական ռուսներ որ կգան, կասեն, այդ ինչ եք անել, այդ ինչ ճանապարհ է։ Երբեք Թուրքի ոտը հարավային Կովկասում չի եղել։ Երբեք ոչ Նիկոլոսն է տողել, ոչ Ալեքսանդրն է, ոչ Պետրոսն է, ոչ Եկատերինան, ոչ մեկը թույլ չտվել, որ Թուրքիայի սապոգ լինի Հայաստանի տարածքում, այսինքն հարավային Կովկասում։ Մի հատ մարդն է հայտնվել Ռուսաստանում Պուտինն է, որ ամեն ինչ արեց, ինքը ստեղ թույլացավ, Ռուսաստանում, Թուրքիան ուժեղանում է։ Այդ իրավիճակի հետ կապված կհետևենք զարգացումներին, պարոն Պողոսյան, ձեր խոսքը հասկանալի է, այս ծրագիրը, այս ճանապարհը Հայաստանի Հանրապետությանը ոչինչ չի տալու, այս ճանապարհից օգտվելու են բացի վտանգներից, օգտվելու են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Միջին Ասիան։ Եվ ինչպես ասում եք, Միացյալ Նահանգներն էլ այստեղ շատ անելիք չունի, ընդհանրապես վերահսկելու է իր շահերից ելնելով։ Վերջում դուրս է գալու։ Տրամփը ինչ որ անում է, դրանք Ալյասկայում պայմանավորվել են Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը ասում է, քանի որ պատերազմից հետո հայեր չեն ընդունում ինչ որ ես ասում եմ, իրանց համար լավ չի, քանի որ ասում են ես դավաճանել եմ իրանց, դու մտի, հետո կդուրս գաս, ես կմնամ։ Հետո Տրամփը ասաց, ինչ անեմ, քանի որ մենք նայում ենք, չէ, դրանք խորհուրդներ են տալիս Տրամփի պիտի խոսա։ Ասում են լսի, այդ երկուսին կանչի Ալիևին Նիկոլին, ասա Տրամփի ճանապարհն ալի, հետո դու դուրս գաս, ես կմտնեմ։ Այդ ալնելու վերջում։ Կհետևենք այդ իրավիճակին, այդ զարգացումներին, այժմ դուրս գանք գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։
Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահակա խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի այ հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Պողոսյան, ճանապարհների մասով հասկանալի, հիմա հասկանանք, որ այդ ճանապարհներից օգտվելու ենք եւ դրանից շահելու ենք։ Այս վերջերս էլ արդեն Ադրբեջանից տեսնում ենք, որ ապրանքներ են ներմուծվում Հայաստան, վերջինը բենզինն է, բենզինի հետ կապված վարորդները բոյկոտ հայտարարեցին, թեև 90 դրամ էժան պետք է լինի այդ պրեմիում դասի բենզինը, բայց բոյկոտում են ոմանք էլ գտնում են, որ բենզինը եթե հասել է Հայաստան, ուրեմն պետք է օգտվեն, իսկ եթե չպետք է հասներ, դա արդեն իշխանությունների գործն էր, թող այնպես անեին, որ չհասնի։ Բայց հենց նոր մենք մի տեսանյութ նայեցինք իշխանության ներկայացուցիչի կողմից, որ ասում է, որ հենց սա է ժողովրդավարությունը, որ ընտրության հնարավորություն են տալիս ժողովրդին, ինչից օգտվել, ինչից չօգտվել։ Նիկոլ Փաշինյանն էլ խոսելով խաղաղության մասին ասում է, որ ակնհայտ է, տեսեք, ցույց են տալիս խաղաղություն է, այն որ Ադրբեջանից գալիս է բենզին, այն որ Ադրբեջանով գալիս է ցորենը, գալիս է մի խոսքով խաղաղության արդեն ցույց տալու ինչ որ իրական առարկայական գործընթացներ կան։ Ուրեմն առաջ հիմա սկսեմ իմ կոչից, հետո այն ապրանքը, որ մտնում է ռուսական ապրանքը մտնում է Ադրբեջանի միջոցով, ես դիմում եմ մեր տարբեր կազմակերպությունների, գործարանների, հրաժարվեք, ոչ մի բան մի վերցրեք ու մի արեք։ Ինչու՞։ Որտով Ադրբեջանի տարածքից մենք իրավունք չունենք ոչ մի բան վերցնենք։ Ինչու՞։ Գնում ենք խաղաղության, ինչու՞։ Ով է գնում։ Ինչ խաղաղության։ Ամեն օր նոր զորամաս են բացում։ 4 միլիարդ 560 միլիոն 26 թիվ նախատեսված է զենգնամթերքի համար 4.5 միլիարդ դոլար խաղաղության ճանապարհով են գնում։ Ես ամեն օր տվյալներ եմ ստանում, ինչ զենք զինամթերք, ինչ գախնի զորավարություններ են հասկացնում այս Լաչին պոլիգոն կա իրանց մոտ Կարավաճարում, ինչ հիմա համատեղ Թուրքիայի հետ զենքեր են օգտագործում, ինչ զորավարությունների ժամանակ աշխատացնում են, ես ամեն օր տվյալներ եմ ստանում, Ադրբեջան ակտիվորեն ձևով պատրաստում է պատերազմին։ Ընդ որում Ալիև ինչ հայտարարեց, որ մենք ժամանակին ունենք եւ թշնամիներ եւ բարեկամներ, հիմա պարզվեց, որ թշնամիները ավելի շատ են եւ պետք է իրենք ավելի շատ զինվեն, նրանք ովքեր Արցախը Ղարաբաղը հայտարարում էին Հայաստանը եւ վերջ, պետք է հիմա հայտարարեն, որ իրենք արդեն Ղարաբաղը դա Ադրբեջան է եւ ինչ է ասում, Ատելի Մինսկի խումբը ուղարկվեց արխիվ։ Էդի ինչ որ կապված Մինսկի համախմբի հետ, ուրեմն էդի շուտուն է եղել, որ մենք այդ խումբը փակել ենք։ Ոչ թե միայն Հայաստանի կողմից, այն Ֆրանսիայի կողմից, ամերիկացիների մասից։ Դա ձեր գնահատականն է։ Ոչ թե միայն, նույն Եվրոպայի կարծիքն եմ ասում ձեզ, չնայած որ Եվրոպայում ոչ թե միայն Գերմանիան եւ Ֆրանսիան լիքը պետություններ կան, նույն ես գիտեմ, որ Ֆրանսիան ասաց, եթե դուք պահանջում եք, ես ոնց կարամ ասեմ, չէ, հետո մեղադրելու եք, որ ես խաղաղություն չեմ ուզում, հա։ Ռուսները էլ շուտուն են արել, որ հրաժարվել են, այս Մինսկի համախմբից։ Այդ բանը կազմակերպությունը մի հատ բանն է եղել, դաշտն է, որ ռուսները կարողացել են եւ ֆրանսիաների հետ խոսան, եւ ամերիկացիների հետ խոսան։
Դրանք միշտ խնդիրներ են ունեցել, բայց այս թեմայով դրանք կարողացել են Մինսկի համախմբի նախագահներ կարողացել են նստեն ու բանակցեն համատեղ։ Այդ դաշտը էլի չկա։ Այսինքն հիմա պլատֆորմա էլ չունեն դրանք։ Դա առաջին, երկրորդը ինչ է նշանակում էսի բաննա, քաղաքականությունն է, էսի ժողովրդավարությունն է, օրինակ մենք բերում ենք, դուք ուզում եք արեք, ուզում եք չէ։ Այդ դուք բենզին չեք բերում։ Դուք հայ զինվորի այրն եք բերում ցեստերնի մեջ։ Պետք է բանը քաղաքականությունը, դա ոչ թե միայն 2000 տոննան բենզին բերես, ու ասես դա խաղաղությունն է։ 41 թվում Գերմանիայից ածուխն է եկել Ռուսաստան, մտել է Բրեստ, Բելարուսյան, Բրեստ, ժամը 1-ին գիշերը, գնաց ածուխով եկավ մտավ Սովետական միություն։ 3 ժամից հետո պատերազմը սկսել։ Էդի որ պատերազմ են պլանավորում։ Կեսկարան սամալյոտ էլ ուղարկեն, ինքնատիր էլ ուղարկեն, գնացքել կուղարկեն, ծով կունենաց նավ էլ կուղարկեն։ Այդ չի նշանակում 2000 տոննան բերելի խաղաղությունն է։ Դա ինչքան մարդ մի դա գրակետ լինի, որ sense այս տիպի մտածի։ Հիմա ինչու եք առաջարկում, որպեսզի ներդրողները չանեն։ Քաղաքականությունը դա նշանակում նամուս, թասիբ, ինքնարժեք, ինքնասերություն, այսինքն էդի քաղաքականությունն է, բայց մոռացել եք, որ այսինքն հիմա Ադրբեջանի փող եք ոչարում, որ այլիվ ավելի հարուստ դառնա, իրանց տնտեսությունը Դե որ այդպես լինի, թուրքական ապրանքն էլ է Հայաստանում եւ օգտվում է բնակչությունը դրանից։ Շատ վատ, որ Թուրքիայից ապրանքն է մտնում Հայաստան։ Մենք պիտի գործարաններ ստեղծենք։ Հասկանում եք, մենք 30 տարի շանս ենք ունեցել, մինչև այսօր ունենք։ Այդ որ ասում ենք բլոկադայի մեջ ենք։ Բլոկադա չկա, բլոկադա մեր գլխի մեջ է։ Բլոկադան դերած է, որ այդ բանը էսգույնի բանը չաշխատի։ Ուրեմն բլոկադան մեր գլխի մեջ։ Հիմա դուք ինչ եք առաջարկում, հրաժարվել Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, բոլորից հրաժարվել եւ Այսինքն ինչ ենք անում։ 30 տարի դուք Ադրբեջանից ապրանք եք ստացել։ Դե հիմա արդեն ինչ է եղել Հայաստանից, սովը սատկել ենք մենք, ինչ է եղել։ Բենզին չենք ունեցել, ծորեն չենք ստացել, ինչ է եղել։ Իմանայեք, այն ժամանակ բլոկադայի մեջ, թեկուս Ռոբիկի Սերժի ժամանակ ապրանքը սնամտերկը ավելի ինչ է եղել, կամ Նիկոլի օրով։ Այն ժամանակ դու խոսք օրինակ, մարդ գնում է, մանրում է $100, շաբաթ ու կես կարա հանգիստ ապրի։ Կոպեկներ է եղել սա, ուտելիքներ, այդ ամեն ինչը։ Հիմա մարդ օրվա մեջ եթե $100 փող մանրի, ինքը չի կարող մի օրվա մեջ ապրի։ Հասկանում եք, դարձրել են այս վիճակը Հայաստանում տնտեսական, որ $1000 ամսական դա փող չի։ Փող չի, պրոստը ընդհանրապես փող չի։ Զիրո է, զիբիլ է։ Նույն €1000 փող չի Հայաստանում։ Ամենաթանկանուց երկիրն է դա, գիտեք, Եվրոպայի մեջ։ Մտնում եք, ինչու՞ սա հայեր գնում են կես միլիոն գնում են ամառում գնում են Վրաստան։ 2.5-3 անգամ ավելի իժան։ Ամեն ինչ, հյուրանոցներ իժան, ուտելիքներ իժան, ամեն ինչ իժան։ Թուրքիայել են գնում հանգստանալու։ Թուրքիան, չգիտեմ, Թուրքիան ուզում է թող գնա։ Ուրեմն ես Թուրքիան հիմա մենակ ռուսներ են գնում, բելարուսներ, ուկրաինացիք։ Նորմալ մարդ Եվրոպայից, գերմանացիք, ֆրանսացիք, իտալիացիք, արդեն այլևս Թուրքիան չեն մտնում։ Պարոն Պողոսյան, եթե ամփոփենք այս գործընթացները համարում եք, որ ավարտեմ, նայեք, ես նորից ասում եմ, քաղաքականությունը չի նշանակում խաղաղությունը, որ դու բենզին ես բերում կամ ծորեն ես բերում, դրանով խաղաղություն ես սկսում, չէ։ Խաղաղությունը սկսում է այն ժամանակ, որ դու սուվերեն քաղաքականություն ես տանում, դու բանակը ուժեղացնում ես, ոչ թե 6 ամիս կրճատում ես, որ ավելի քիչ տարա են, նշանակում բանակի կրճատումներ։ Ես ես ասում եմ, բանակը շոկի մեջ է։ Ես չգիտեմ գլխավոր շտաբի պետը ոնց է այդ բանը ընդունել, բայց ես ես ասում եմ վստահաբար, քանի որ ես շփվում եմ, աղագին մարդկանց ճանաչում եմ,
պենեյում գլխավոր շտաբի հետ եք խոսում, սաղ դժգոհ են, դրանք ասում են, ոչ ասում են բանակը։ Սպայական կազմը սենց են մտածում։ Նիկոլ Փաշինյանին ինչ ասեց, ես արել եմ ինչ որ ծնողներ են ուզում։ Այդ այսինքն չհասկացա։ Այդ եւ բանից Հայաստանում ծնողներ պատասխանատու են ինչ որ կապված ավանդական եւ պաշտպանության բանի հետ կապված։ Այսինքն ես ծնողից պիտի հարցնեմ խորհրդակցեմ ավանդական հարցերի հետ կապված, իհարկե ոչ, պետությունն է որոշում։ Դու 2 տարի պիտի ծառայես, 10 տարի պիտի ծառայես, ու տղամարդը ո՞ց ծնվում է Հայաստանում։ Ինքը արդեն զինվոր է ծնվում։ Ու ես չգիտեմ, այդ ծնողները այդ ինչ են արել, երբեք sense բան չի եղել, երբեք Հայաստանում։ Դրա համար ես ինչ ուզում եմ ասեմ, որ այդ չի նշանակում, ուզում եք 10,000 տոննա բենզին բերեք, այս բենզինի մեջ մեր զինվորներին, արցախցիներին այրն է մեջը։ Այսինքն մենք իրանց հիշատակ ենք դավաճանում։ Այսինքն ոնց կարաս մոռանաս։ Չէ, չենք կարող մոռանալ, ու չենք մոռանալու։ Դե գուցե սա հոգեբանական բոյկոտ է, որը պետք է հաղթահարվի։ Ուրեմն նայեք, մենք 30 տարի առանց Ադրբեջան ապրել ենք, հանգիստ, որ մի պրոբլեմ չենք ունեցել։ Ես այս նորից ասում եմ, դաժե բլոկադայի ժամանակ մեր սնունդը ավելի իժան եղել քան Ադրբեջանում, Վրաստանում եւ Թուրքիայում։ Հիմա սահմանը բացում եք, բայց ամեն ինչ բարձրանում է թանկը։ Ինչու՞։ Որովհետեւ գրպանիչներ, որ նստած են, օլիգարխներ, դրանք են որոշում, ինչ գնը դնել իրանց խանութներում։ Ես ձեզ նորից ասում եմ, մտեք Վրաստան կամ գնում եք Եվրոպա, դու կտենաք, որ խոսքը օրինակ նույն Եվրոպայում 2 անգամ իժան, չնայած որ իրաց աշխատավարձը ավելի բարձր է մի քանի անգամ, կամ Հայաստանում, բայց գները ավելի իժան է։ Եթե դաժե վերցնեք sense, չնայած այդ տնտեսական վիճակը Ռուսաստանում շատ վատ է, դեռ խոսքը օրինակ 100,000 ռուբլի էդի բանն է, 480,000 դրամ, բայց դուք դեռ կարաք այդ 100,000 ռուբլով 2 ամիս ապրեք, եթե իհարկե տուն ունեք, ստեղ այդ նույն 100,000-ով դուք ստեղ մի ամիս էլ չեք ձգելու։ Դրա համար ես ասում եմ, գիտեք, էդի բանն է, ես ուզում եմ, որ այդ իշխանությունը Հայաստանի անունից ոչ մի բան չխոսա։ Հայաստանը մենք պիտի հիշենք, ժողովուրդ ջան, դուք եք տաքսիստի վարորդ, շտապօգնությունի վարորդ, սովորական ոստիկան, մեր շարքային զինծառայող, դուք, ես, մենք Հայաստանն ենք, դրանք իշխանությունն են, ու իմ անունից ոչ մեկ իրավունք չունի խոսալ, որ ես Հայաստանն եմ, չէ, դուք Հայաստան չեք։ Եվ վերջին հարցս, Ադրբեջանը եւ Թուրքիան պարտավորվում են ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբերել։ Ալիևս հաստատել է հուշագիրը։ Սա ոչ միայն ֆիզիկական օգնություն է, այլ պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակում է։ Դրանք վաղուց այդ փոխանցումները անում են, իրանց հատուկ ծառայություններ համատեղ աշխատում են մեր դեմ։ Այսինքն սա Հայաստանի Հանրապետության անվտանգության միջավայրի համար հակավտանգավոր։ Ուրեմն ես մի բան ասեմ, ցենց բացեմ։ 19 թիվ արա Բակո Սահակյանն նախագահն է։ Ես մտնում եմ իր մոտ, փաստաթուղթով։ ԱԱՑ-ի տոնորենն է նստած եղել։ Վիտալի Բալասանյանն անվտանգության քարտուղար, Բակո Սահակյան, ես, Գեորգի Միխայելիչ Պետրոսյանը, Պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի տեղակալ։ Մենք այս թիմով նստած ենք, ես իրան փաստաթուղթ եմ բերում։ Ասում եմ ուրեմն լսեք, ես ինչ եմ ասում։ Այս քաղաքներում Թուրքիայում, որ կու բանակներ գնում են, արցախցիներ գնում են, շորմոր են առնում կամ ապրանք են առնում Թուրքիայում, բերում են Ղարաբաղ, նույնիսկ վերաբերում է Հայաստանի այլ կապված։ Ադրբեջանցիք համատեղ Թուրքիայի ռազմավարքի հետ բաներ են ստեղծել, կենտրոններ, ու դրանք գիտեն արդեն ազնագիրը խոսքինակ 77 արցախցի է։ Արցախցի, որ մտնում է կամ
հայկական պասպորտով, բայց մանավանդ արցախցի, որ մտնում է հյուրանոց, դեռ կա ռեսեպշնում նստած են աղջիկեր կամ տղերք, որ միանգամից ասում են իրանց ավանդանկության ներսի ավանդանկության ծառայողին, ասում են այս ազնագիրով Հայաստանից մարդ են մտել։ Դրանք միանգամից կապնվում են իրանց հատուկ ծառայությունների հետ, ասում են մեր հյուրանոցում կամ երկու հատ աղջիկ կամ մի հատ տղա կամ աղջիկ տղա եկել են մեր մոտ։ Միանգամից Ադրբեջանի այդ քաղաքներում ադրբեջանցի խմբեր են ստեղծել։ Խոսքինակ երկու սիրուն աղջիկ, երկու սիրուն տղա։ Եթե աղջիկի հետ են ծանոթանում, սիրուն տղա է մոտենում, եթե աղջիկի հետ, եթե տղայի երկու, հա, հատուկ ծառայություններից։ Ու հետո սկսում են զբաղվել վիրբովկով, սկսում են ստեղծել տարբեր բաներ, որ դառնան գործակալներ։ Ու սենց 5 քաղաքներում, 5։ Ես Բաքու Սահակյանին ասում լսի, ստուգեք, ով ինչքան դոլարներ առնում գնում է Թուրքիա։ Խոսքինակ գիտես, որ $5,000 արել, բայց ապրանքը բերեց 10,000-ով, արդեն մտնում է կոնտրոլի տակ։ Նույնը միջև այսօր իմանում են, քանի որ Ղարաբաղը արդեն հալավոր ժամանակավոր մեր մոտ չի, իմա նույն գործեր անում են հայերի դեմ։ Այն մարդիկ, որ գնում են ապրանք են առնում, առևտրականների հետևից, նույն ծրագիրը մինչև այսօր աշխատում է։ Այդ ես ասում եմ վստահաբար։ Եվ ինչ պետք է անի պետությունը։ Ես Բաքուին առաջարկեմ, ինչ պիտի անեն, ոնց պիտի ստուգեն, դրանք ինձ ասում են շատ մենք էլ ենք աշխատում, ԱՑ-ի տոներն ասում ինձ։ Ասում եմ, մենք էլ ենք աշխատում, բայց ճիշտ ասած այն մակարդակով չեք ինչ որ դուք գրում եք ստեղ։ Ես գրել եմ մանրամասներ եմ գրել, ոնց պիտի բացահայտվենք, որ ով ինչ։ Բայց ասում եթե այս մակարդակով չի, որ ես առաջարկում եմ, դուք բան չեք անում։ Իմ այս ասում հայ հետ կապված նույն բաները կա Հայաստանի հետ։ Պետությունը պիտի ես ասում եմ, մեր կոնտրաստվետկեն հատլետախոսությունը ուժեղացնեն քանակով եւ փողով 2-3 անգամ ավել 2-3 անգամ ավել։ Դրա համար ես ասում վտանգների շատ մեծ է։ Ես ոչ թե դեմ եմ որ մենք գնանք քաղաքական ճանապարհով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, բայց այն պայմանները, որ մեզ դնում են, որ մենք պիտի ընդունենք, ես ասում եմ, դրանք հիմա ֆունդամենտ են դնում, որ հետագայում ուզած, չուզած 20 տարից հետո, 15 տարից հետո, 10 տարից հետո անպայման պատերազմ անելու Ադրբեջանի հետ, անպայման։ Այն ճանապարհով ինչ որ գնում է Ալիևը եւ Նիկոլ Փաշինյան, հետ ֆունդամենտի պատերազմի դրանք են դնում։ Ես էլ դեմ եմ այդ ֆունդամենտի հետ կապված։ Ես ասում եմ, եթե մենք պիտի ծեր այդ խաղաղության պայմանագիր ստորագրենք, լիքը նյուանսներ կա, նուրբություններ կա, որ մենք պիտի պայմանավորվենք։ Հիմա մենք չենք պայմանավորվում ոչ մի բանի մասին։ Անում են այն, ինչ որ պահանջում են։ Այն պահանջներով ենք գնում։ Ինչ որ կապված նույն եկեղեցու հետ 20 դեկտեմբերին 20 թիվն է եղել պատերազմից հետո մենք գաղտնի ինֆորմացիա ենք ստանում մեր կանալներով որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայություններ հանդիպել են այդ Վարֆոլոմեյ Կոնստանտինոպոլի հետ մեր եկեղեցու հետ կապված։ Դուք գիտեք չէ որ Ուկրաինայում եկեղեցու առանձնացրել են ռուսական եւ ուկրաինական այդ Վարֆոլոմեյի գործն է եղել։ Դրանք երկուսով այդ երկու հատուկ ծառայություններ նստել են պայմանավորվել են որ սկսեն աշխատել մեր եկեղեցու դեմ։ Մենք մանրամասներ ենք իմացել ինչ են խոսացել։ Հետո ես Պարկաստու Գարեգին երկրորդը սաղա, մենք գլխավոր շտաբը նամակ ուղարկել իրան, մենք փոխանցել եմ, ես նույն նամակը փոխանցել ենք մեր վարչապետին, եթե հիշում է, չի հիշում, չգիտեմ, կամ կորցրել են։ Նույնը ես իմ ձեռքով աղացել եմ բերել, այդ նամակը տվել են Թուրքիայի մեջ բանակցեր եղել ու ինչու մասին պայմանավորվել են։ Մեծ մասը պայմանավորությունը եղել է Արցախի եկեղեցու հետ կապված, որ ալբանական ինչ որ ստատուսը տան։ Պարկաստու Գարեգինի երկրորդը մեզ լսեց, մեր առաջարկություններ, ինչ պիտի արվի։ Մենք քարայքալ գրել ենք ինչ պիտի անես։ Ում պիտի դիմես։ Գարեգինի երկրորդը միջև հիմա որ Արցախում այդ ալբանական եկեղեցու չկա, չեն ճանաչել ոչ մեկը։ Էսի եղել է
Գարեգին երկրորդ շնորհիվ։ Ժողովուրդը դրա մասին չգիտի։ Ճիշտ ասած, Նիկոլ Պաշտպանյանը ինչ որ որոշ գործեր էր արել, բայց մեծ մասը արեց գլխավոր շտաբը եւ Գարեգին երկրորդը։ Ну չգիտեմ, կարող է ԱՑ-ն էլա խառնվել այդ գործի մեջ, բայց մենք տեղյակ չենք, էլի դրանք հետո չեն ասում ինչ ա եղել, ինչ չի եղել։ Բայց ես նորից ասում եմ, քաղաքականությունը նախ եւ առաջ պիտի մտածի ոչ թե Ադրբեջանից բենզին բերելու համար։ Պատիվ կա, ինքնասերություն կա, նամուս կա, դասիբել կա։ Մենք իրավունք չունենք մոռանանք մենք զոհված մարտական հնգերներին դուշտամից ինչ-որ բան բերենք։ Այդ ես չեմ ասում, ես պատերազմ եմ ուզում։ Բայց այս ճանապարհով գնալով մենք Հայաստանը թույլատնում ենք, ոչ թե ուժեղացնում ենք։ Եվս մի անգամ ասում եմ, այս քանակով ոստիկանների մի ստեղծեք մեր գլխին նախ եւ առաջ։ Սահմանում մարդ չունենք պայեն, դու ոստիկաներ 70-80% ուղարկեք սահման, այդ առաջինը։ Երկրորդը, քանի որ հիմա 21 երկրորդ, 22 երկրորդ դարի պատերազմը նախատեսնում, մարդ բանակում պիտի ծառայի ոչ թե 2 տարի, այ 3 տարի։ Մանավանդ մենք այս դեմոգրաֆիա չունենք, որ մենք 1.5 տարի ծառայենք։ Մենք փոքր ազգ ենք, այսինքն մեծ ենք, բայց Հայաստանում փոքր քանակով 26-27 միլիոն մարդ ունենք, չէ՞։ Այս քանակը բավարար չէ։ Դրա համար ոչ թե 2 տարի, 3 տարի։ Ինչպիսի է կանխատեսում 2026 թվականի 1 Շատ ծանր բոլորի համար, շատ ծանր։ Ամբողջ աշխարհի։ Ամբողջ աշխարհի, Եվրոպայում շատ ծանր իրավիճակ կա ստեղծվել Ռուսաստանի հետ։ Լատին Ամերիկայում սպասվում է մեծ պատերազմներ։ Շատ մեծ հնարավորություն կա, որ պատերազմ սկսվի Պարսկաստանի հետ։ Միացյալ Նահանգներ եւ Պարսկաստան, թե ավելի շուտ Իսրայելը։ Իսրայել։ Այո։ Ու այն տվյալները, ինչ որ մենք ստանում ենք Իդլիբից, Սիրիայից, տարբեր շրջաններից, որ մենք ստանում ենք նույն կապված Սիրիայի հետ, մենք հիմա ես պրոստը իրավունք չունեմ ասեմ ով է ու ինչ անում, որ չի բացվեմ։ Քուրդերին նոր սկսել են զինվել։ Այդ վերջի հիշում եք, չէ՞, մի քանի օր առաջ Ալեպոյում նորից բան սկսվել դեղ Կարակոմում։ Թուրքիայի պրովոկացիան ա եղել։ Այդ մենք Սիրիայից գիտենք։ Ու հիմա ինձ ասում են քուրդերին ուժեղացնում են ու քուրդերը շատ ուժեղ պատրաստում են մտնեն պատերազմի մեջ Թուրքիայի դեմ։ Համել նայեք, հիմա զինվում է շատ ուժեղ Հունաստան, Կիպրոսը, Իսրայելը եւ Ֆրանսիան իրանց օգնում աջակցում այդ բանով։ Հիմա իրանց պաշտպանության դոկտրինայի հետ կապված պատրաստանատու է Ֆրանսիան։ Ֆրանսիան է պատրաստում Հունաստանին եւ Կիպրոսին։ Համատեղ Իսրայելի հետ զինվում են Թուրքիայի դեմ։ Այս տարի 26 տարվա նախատեսվում է լուրջ խնդիրներ կապված Թուրքիայի հետ, շատ լուրջ։ Դրա համար ես ասում եմ, նայեք, ես վերջում սենց կարճ ասեմ, այն տվյալները, որ մենք ստանում ենք Թուրքիայից, ամբողջ ռազմական գործարաններից 24 ժամ 365 օր աշխատում են, շաբաթ կերակի չկա։ Նոր գործարաններ են ստեղծվում։ Ամենօր հիմա անցնում են լրիվ, անցնում են բրիգադային սիստեմա, ոչ թե դիվիզիա ունեցել, հիմա դրանք անցնում են լրիվ 25-26 թիվ, լրիվ բրիգադային կորպուսային մակարդակն ալնելու իրանց բանակում։ Ադրբեջանցիք էլ ստեղծում են ամեն օր նոր զորամասներ, ամեն օր եւ բաց եւ գախնի զորավարություններ են հասկանում եւ զենք զինամթերք են առնում։ Ու հիմա նոր զենք են փորձում, ես ասում եմ, դա կոչվում է իրանց պոլիգոնը կառավարում, հատուկ տեխնիկա են առնում, որ ամբողջ մեր այդ բիսպիլոտիկներ բան անօթաչ սարքերը։ Այո, ոչնչացնեն, նոր համակարգ են առնում, օգտագործում են, որ մեր ռադիոէլեկտրոնային
պայքարը էլ ոչնչացնեն։ Հիմա ես ասում եմ, այս զորավարությունները հասկացել են մի քանի օր առաջ իրանց պոլիգոնում կոչվում է Լաչին պոլիգոն Կարավաճարում։ Բաց ասում են, որ լսեն ՊՆ-ում այդ ինֆորմացիա չկա ու չի եղել երբեք։ Չգիտեմ իրանց ռազմավարական ինչով է զբաղվում։ Թուրքիան զինվում, Ադրբեջանի զինվում, ամբողջ Եվրոպան անցել է ոնց որ Թուրքիան 24 ժամ գործարաններ աշխատում են առանց շաբաթ-կիրակի։ Օրենքներ են մտածում հիմա ոնց անեն, մոբիլիզացնեն ժողովրդին եւ կանչեն բանակի 18 տարեկանից սկսած։ Ամբողջ աշխարհը զինվում է, բացի Հայաստանից։ Այդ ինչ է նշանակում, սա նախատեսում են, հասկանում են։ 26 տարի շատ ծանր տարի է։ Հետևենք զարգացումներին, պարոն Պողոսյան, 26 թվականին կհանդիպենք եւ կխոսենք արդեն կոնկրետ առարկայական։ Հույս ունեմ իմ կաբինետում։ Ես գրավեմ։ Հուսանք, պարոն Պողոսյան։ Այսօրվա համար այսքանն է, շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։